Բարի երեկո, եթերում երկրի հյուրասրահն է, երկրի հյուրասրահում ես այսօր զրուցել եմ Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի հետ։ Պարոն Չալաբյան, բարի երեկո, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Պարոն Չալաբյան, Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցից հետո, եթե փորձենք տարելիցը դե 3 որպես առաջին, ապրիլի 24-ը համարվում է այդ ցեղասպանության մեկնարկի օրը, դրանից հետո եթե մենք փորձենք ամփոփել ինչ է 3 տեղի ունեցել եւ բոլոր ուղերձները։ Ինչ կարող ենք մենք ասել վերջին մի քանի տարվա ընթացքում, որքանով է պետական մակարդակով փոխվել մեր քաղաքականությունը, ցեղասպանության պահանջատիրության, միջազգային ճանաչման, ոգեշնչման առումով, ես ուզում եմ այսպես փոքր, եթե կարողանանք արձանագրում անել, թե ինչ կետի էինք հասել, ինչ ունեինք դիվանագիտական առումով, արդյոք մենք հասել էինք մեր սահմանած նշածողին եւ հետո դրանից հետո ինչ անկում է տեղի ունեցել, խնդրեմ։ Բարդ հարց եք տալիս եւ պետք է համենապատկերի մեջ պատասխանել այդ հարցին եւ նաեւ հարցի պատասխանը կախված նրանից ինչ նկատի ունենք պետական մակարդակով, որովհետեւ ըստ էության եթե պետությունը հավասարեցնենք գործող իշխանությանը, ապա աղետալի անկում է տեղի ունեցել բնականաբար, բայց եթե հասկանանք, որ պետությունը միայն գործող իշխանությունը չի, այլ ընդհանուր, այսպես ասած, պետության ինստիտուցիոնալ հիշողությունն է, պետական մարմինների գործունեությունն է, նաև ընդդիմությունն է, որը պետության մաս է, ապա գուցե անկումը այդքան ծայրահեղ չի։ Մենք ունենք մի իրավիճակ, մինչև պայմանականորեն ասած 2020 թվականի 44-րդ պատերազմը, կամ նույնիսկ 21 թվականի ընտրությունները, երբ որ ցեղասպանության միջազգային ճանաչումը չէր վիճարկվում որևէ կերպ, դա Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության մեջ ֆիքսված, կառավարությունների իրար փոխվող ծրագրերի մեջ ֆիքսված, անքննելի, անշրջելի գերակայություն էր եւ մշտապես համարվել է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության կարևորագույն առանցքներից մեկը։ Եվ դա բնական է, որովհետեւ խոսքը տվյալ դեպքում երբևիցե չի գնացել զուտ պատմական իրողության ճանաչման մասին։ Մենք մինչեւ հիմա մեր կյանքի վրա կրում ենք ցեղասպանության անմիջական հետևանքները, քանի որ ցեղասպանությունը ուղեկցվել է ոչ միայն հսկայական մարդկային կորուստներով, ունեզրկմամբ, այլև հայրենազրկմամբ է ուղեկցվել։ Հայրենազրկմամբ ու ըստ էության Հայաստանի Հանրապետության այնպիսի սահմաններ ձևավորելով, որով Հայաստանի Հանրապետությունը գտնվում է մշտապես թուրքական կիսաշրջափակման մեջ։ Եվ դա էլ է գիտակցված, այլ դա էլ է ցեղասպանության արդյունք, այլապես մենք ունենայինք լրիվ ուրիշ սահմաններ, օրինակ ունենայինք բաց սահման եւ Իրանի հետ, անմիջական սահման, որը չեն անցնում լեռներով, այլ անցնում էր ենթադրենք Արաքսի հովտով, Նախիջևանը կլներ Հայաստանի Հանրապետության տարածքում, ինչպես Հայաստանի Հանրապետության տարածքում էր մինչև 1920 թվականի վերջը։ Եվ մենք ունենայինք նաև ելք դեպի ծով եւ այլն։ Այդ ամեն ինչը մեզանից խլվել է նաև ցեղասպանության արդյունքում եւ հասկանալի է, որ մենք մինչեւ հիմա մեր վրա կրում ենք այդ հետևանքները։ Եվ բնականաբար մենք մեր վրա կրում ենք նաև ցեղասպան պետությունների, Թուրքիայի եւ նրա կրտսեր գործընկերոջ Ադրբեջանի շարունակական ցեղասպան ագրեսիայի վտանգը, որը եւս շատ կարևոր է։ Այդ ագրեսիան մենք տեսել ենք սկսված 2020 թվականի 44-րդ պատերազմից, ավարտված 2023 թվականի Արցախի հայաթափմամբ, մենք տեսել ենք, որ դրանից հետո էլ ագրեսիան շարունակվում է արդեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ եւ կոնկրետ ֆիզիկական գործողություններով, երբ որ ըստ էության Ադրբեջանը բազմաթիվ հատվածներում առաջ եկել եւ հիմա իր դիրքերը գտնվում են հենց Հայաստանի տարածքում, գերիշխող բարձունքներում եւ շարունակական հավակնություններում։ Միջանցք տվեք, ադրբեջանցիները պետքա վերադառնան, ճակերտներով վերադառնան, ապրեն Հայաստանում եւ Հայաստանն էլ Հայաստան չի, արևելյան Ադրբեջան, արևմտյան Ադրբեջանը եւ այլն։ Այսինքն մենք տեսնում ենք այդ ագրեսիայի շարունակությունը, մենք տեսնում ենք, որ ագրեսիայի շարունակությունը տեղի ունենում իմիջիալուց լրիվ համակարգված եւ համաձայնեցված Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ, երբ որ Թուրքիան պարբերաբար ասում է, գիտեք ինչ, գնացեք Ադրբեջանի հետ ձեր հարցերը լուծեք, նոր եկեք մեր հետ խոսացեք։ Այսինքն ըստ էության նա բացահայտ աջակցում է Ադրբեջանի ծավալապաշտական ագրեսիվ պահանջներին։ Եվ այդ ամեն ինչի համացեքստում հասկանալի է, որ մենք ունենք մի իրավիճակ, երբ որ հայոց ցեղասպանության եւ ճանաչումը եւ դրա համար հատուցումը եւ դրա դատապարտումը եւ այլն, դրանք ոչ թե զուտ պատմական եւ պատմության հետ կապված խնդիրներ են։ Դրանք առօրյա արդիական իրողություններ են, որոնց նպատակն է վերջի վերջո երաշխավորել այս տարածաշրջանում
մեր պատմական հայրենիքում մեր ապրելու իրավունքը։ Պարոն Չալաբյան, այո, հիմա հենց դրան էի ուզում անդրադառնալ։ Տեսեք, միջազգային ճանաչումը Հայաստանի իշխանություններն ասում են մեր արտաքին քաղաքական առաջնահերթություն չէ ու հիմնավորում են ինչ է նշանակում։ Ասում են օրինակ, որ մենք գնում ենք ինչ-որ պետությունների հետ բանակցությունների կամ նույն Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ երկխոսության, մենք էլ ոչ թե խոսում ենք ցեղասպանության միջազգային ճանաչումից, այլ խոսում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունից, ինքնիշխանությունից, ճանաչված սահմաններից, այսինքն ցեղասպանության փաստը տարանջատված է այսօրվա վարվող քաղաքականությունից եւ բոլոր սպառնալիքներից։ Ես ուզում եմ շեշտադրումը հենց սրա վրա կատարվի։ Միջազգային ճանաչումը բացի բարոյահոգեբանական կողմից, հա, որը մեզ այսպես կտա, այսպես ուրախություն, ինչ որ ինչպես Նիկոլ Փաշինյանը ասում է, էյֆորիկ տրամադրություններ մեզ կհաղորդի, բանակցային դիրքերի առումով ինչ է դա մեզ տալու։ Մեր պետությանը Շատ ճիշտ հարց է, շատ ճիշտ հարց է եւ մի անգամ անհրաժեշտ է այդ հարցին իսկապես հանգամանալի անդրադառնալ առանց պիտակավորման, առանց կլիշեների եւ այլն, հա։ Տեսեք, գործող իշխանությունը ասում է հետեւյալը. մենք ունենք խնդիր Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու, այդ համատեքստում ցեղասպանության հարցը մեզ խանգարում է այդ հարաբերությունները կարգավորելու։ Դա իրանց տրամաբանությունն է, հա։ Մենք ասում ենք հետեւյալը, որ մենք իսկապես ունենք խնդիր հարաբերությունները կարգավորելու Թուրքիայի եւ Ադրբեջանի։ Բայց հարաբերությունների կարգավորումը չի կարող կախված լինել միակողմանիորեն մենակ մեզնից եւ մեր բարի կամքից, եւ երկրորդը հարաբերությունների կարգավորում չի կարող լինել այն դեպքում, երբ որ քո դիմացինը անկեղծ չի եւ հարաբերությունների կարգավորումը դիտարկվում է որպես մի ժամանակավոր երևույթ, պարզապես մեզ թուլացնելու, զինաթափելու համար, որպես ագրեսիայի հաջորդ փուլ տանող ճանապարհ, հա։ Եթե դիմացիները ուզում են մեր հետ հարաբերությունները իսկապես կարգավորեն, ապրեն խաղաղության մեջ, ապա առնվազն նրանք եւս պետք է անցյալի իրողությունները ճանաչեն։ Հայոց ցեղասպանությունը ակադեմիական միջավայրում ճանաչված անքննելի ճշմարտություն է։ Ակադեմիական միջավայրում դա ոչ մեկ չի վիճարկում։ Չհաշված որ բազմաթիվ խոշոր տերություններ ներառյալ ի դեպ նաև Գերմանիան եւ Ավստրիան, որոնք առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եղել են Օսմանյան կայսրության դաշնակիցները, նրանք էլ են ճանաչել հայոց ցեղասպանությունը։ Այսինքն հայոց ցեղասպանությունը որպես պատմական իրողություն անքննելի է արդեն, անվիճելի է, անքննելի է։ Այն որ Թուրքիան շարունակաբար դիմադրում է դրա ճանաչմանը, մի պարզ բացատրություն ունի, որովհետև Թուրքիան չի ուզում առերեսվի դրա հետևանքների հետ։ Թուրքիան հրաշալի հասկանում է, որ իր պետությունը, իր պետականությունը եւ իր ինքնությունը պետական նա կառուցել է նաեւ հայոց հայրենիքի վրա։ Եվ ոչ միայն հայոց, նա դա կառուցել է հույների, հայերի, ասորիների, քրդերի, վրացիների, սիրիացիների հայրենիքի վրա, որովհետև ինքը սեփական հայրենիք չի ունեցել։ Եկեք հասկանանք, հա, ինչ էր թուրքը։ Թուրքը Ալտայից եկած սելջուկների ցեղեր էին, որոնք տարածված էին ամբողջ կայսրության տարածքում։ Կայսրությունը հսկայական էր, իր մեջ եւ Բալկաններն էր, եւ Անատոլիան էր, եւ Սիրիան էր, եւ Իրաքն էր, եւ Պաղեստինն էր, եւ արաբական ամբողջ բանն էր, թերակղզին էր, որտեղ հիմա Սաուդյան Արաբիան։ Այդ ամբողջը կոչվում էր Օսմանյան կայսրություն։ Այս թուրք սելջուկ տարնել տարածված էր այդ ամբողջ կայսրության մեջ։ Մեկ էլ ինչ որ պայն հասկացա, որ ամեն ինչ կորցնելու, ասաց իսկ որտե ես հավաքվեմ, խտանամ ու որոշեց, որ Իրան մնում է մենակ Անատոլիան։ Ուրեմն պետք էր Անատոլիան մաքրել մնացած բոլոր քրիստոնյա ազգերից եւ ոչ միայն հայերից, այլև ասորիդներից, այլև քաղդեացիներից, այլև հույներից եւ այլն, որը նրանք իրականացրեցին ցեղասպանության տեսքով, ցեղասպանել են նաեւ իդեպ ոչ միայն մեզ, այլև այդ մնացած քրիստոնյա բաներին, հա, ազգերին։ Ու հիմա իրենք չեն ուզում դա ընդունեն, շատ պարզ պատճառ, որ իրանք ընդունեն ցեղասպանությունը, պետք է ընդունեն, որ իրանք հայրենիք չունեն։ Հասկանում եք, իրանց համար ցեղասպանության ընդունելը շատ ցավագին բան է դառել։ Իրանք եթե համաձայնվում են այն գաղափարին, որ տեղի ունեցել ցեղասպանություն եւ հայրենազրկում, ապա առնվազն այն ինչ որ իրանք համարում են իրանց պատմական հայրենիքը, այդ հայրենիքի մի մասից իրանք պետք է հրաժարվեն, ասեն մենք ընդունում ենք, որ սա հայերի հայրենիքն է եղել։ Դրա համար էլ այդ դիմադրում են, որովհետեւ իրանք նույնիսկ չեն ուզում համակերպել նրա այդ ինչ որ ունեն։ Նրանք ասում են, չէ, մեր ավելի շատ է, մենք Օսմանյան կայսրություն ենք ունեցել։ Մենք պետք է այդ կայսրությունը վերականգնենք։ Բաթումն էլ է մերը, Հալեփն էլ է մեր միջից բաթումելում են նստած հիմա։ Հալեփում էլ են նստած։ Էդ էլ է պետք հասկանալ, որ իրանց էքսպանսիոնիզմը այս ընթացքում եւ մանավանդ վերջի 20 տարիների ընթացքում նորից գլուխ է բարձրացրել։ Իրանք հիմա նստած են Կիպրոսի հյուսիսում, թուրքական զորքը գտնվում է Հալեփում, թուրքական ոչ զորքը, բայց բիզնես ըստեյության այս ամբողջ ընթացքում գրավել է Բաթումը
Եվ առաջ են նայում, ասում են, այ պետքա Սյունիքի տարածքով մեզ միջանցքով կապենք Ադրբեջանի հետ։ Հրաժարվում իրենք 1915 թվականի իրենց բոլոր նպատակներից եւ Հալեփն էր իրենց նպատակը այն ժամանակ, եւ Հայաստանի տարածքներ եւ Զանգեզուր, ինչպես իրենք ասում են, պարոն Չալաբյան, հիմա Հայաստանի տեսանկյունից ինչ է շահում Հայաստանը, որովհետեւ հիմնական այս մանիպուլյացիա, եթե ասենք, որ տեղի է ունենում, դա այն է, երբ անընդհատ ընդդիմադիր դաշտին, հա, բոլոր նրանք, ովքեր որ պնդում են, որ ոչ ցեղասպանության միջազգային ճանաչումը պահանջատիրությունը կարևոր է, պետական մակարդակով իշխանությունների կողմից հարց է հնչում. ինչ է կանելու, եթե Թուրքիան ճանաչում է, տարածքներ եք հետ պահանջելու, գնալու եք, գրավելու եք, եթե դուք դեմ եք այն քարտեզին, որը Հայաստանի իշխանությունները հիմա ներկայացնում են, եւ ասում եք դրա սահմաններից դուրս նույնպես մեր տարածքն է, մեր պատմական հայրենիքն է, հետ եք վերցնելու այդ տարածքները, այս հարցի պատասխանը խնդրում եմ տվել։ Էլի եկեք չխառնենք պետությունը իշխանության հետ, որովհետեւ այս իշխանությունները ժամանակավոր են։ Քաղաքականությունը մշակում եւ իրականացնում են իրենք։ Իրանք առայժմ, հա, առայժմ եւ հուսով եմ, որ երկար չի տևի, բայց եկեք մի հատ վերադառնանք նորից իրանց փաստարկներին։ Նախ Թուրքիան շատ հեռու է ճանաչումից։ Ուստի այդ հարցը շատ բան է, վերացական անիմաստ հարց է, բայց դիցուք իսկապես Թուրքիան գալիս է ճանաչման։ Մենք պետք է հասկանանք, որ Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչումը դա վերացական ակտ եւս չի լինելու։ Թուրքիան պետք է տեղի ունենա ֆունդամենտալ փոփոխություններ, որովհետեւ Թուրքիան ճանաչի հայոց եւ մյուս ցեղասպանությունները։ Սրանից 2 օր առաջ, արդեն 3 օր առաջ ներողություն, ես հանդիպում էի Թաներ Ակչամի հետ, հայտնի թուրք պատմաբանի, որը գիտեք այսօրին Հայաստանում է եւ արդեն այո, իր գրքի շնորհանդեսին, եւ ինքը շատ կարեւոր մի հայտարարություն արեց, ասաց, եթե Թուրքիան ուզում է իրական ժողովրդավարություն կառուցի, նա պետքա առերեսվի եւ համակերպվի հայոց ցեղասպանության գաղափարի հետ, ընդունի հայոց ցեղասպանությունը։ Ես իրեն հարց տվեցի, ասես Թուրքիան ուզում է ժողովրդավարություն կառուցի։ Թուրքիայում ընդհանրապես ներքին այդպիսի մղում կա ժողովրդավարություն կառուցելու։ Եվ եկեք մի հատ հասկանանք այդ երկու եւ իր ասած եւ իմ հարցը դրա կոնտեքստը ինչ է եւ դա ինչ է նշանակում։ Թուրքիան ֆունդամենտալ ավտորիտար պետություն է։ Այն ձևով, որով նա առաջացել է, իսկ նա առաջացել է ցեղասպանությունների միջոցով, որպես պետություն։ Նա կառուցված է ուրիշների հայրենիքի վրա, նա կառուցված է ուրիշների ունեզրկման վրա, ունեցվածքը խլելու։ Մեզանից հսկայական ունեցվածքը չէ խլվել, ընդ որում պետականացվել է, օրենքով պետականացվել է, նացիոնալիզացիա տեղ ունեցել հայկական ունեցվածքի։ Հսկայական ունեցվածք է խլվել։ Ունեցվածքից բացի հսկայական մշակութային ժառանգություն է խլվել, որ այսօր մերը չի վերցրել են մեր ձեռից այդ ամեն ինչը, հա։ Այդ ամեն ինչը վերցրել են, դրա վրա պետություն են կառուցել։ Հա, ու այդ պետությունը իր ստեղծման օրից եղել է ավտորիտար պետություն, այնտեղ կան ֆորմալ ընտրություններ եւ այլն, բայց ինքը եղել է ավտորիտար պետություններ, որի առանցքը մշտապես եղել է բանակը, զինված ուժերը, հատուկ ծառայությունները եւ այլն։ Միջոց Ակչամը պատմել էր նրա մասին, որ բանակ, հատուկ ծառայություններ, բայց ոչ մի հայ երբևիցե չի կարող ընդունվի։ Եթե նույնիսկ Թուրքիայի քաղաքացիա 10-րդ սերունդում ոչ մի հայ չի կարող ընդունվի։ Այդ թուրքական պետությունը ապարտեիդի վրա հիմնված ծայրահեղ ազգայնամոլական պետություն է։ Եվ ծայրահեղ ազգայնամոլություն եւ ժողովրդավարությունը դրանք իրար հակասող բառներ են։ Ուղիղ հակասող են։ Հիմա ծայրահեղ ազգայնամոլը նաեւ թուրքական ընդդիմությունը Երբ որ մենք երբեմն խոսում ենք հեղափոխության մասին, առհասարակ ոչ մի ակնկալի պետք չէ ունենալ։ Իրանց տարբերությունը գիտեք ինչու՞մ է։ Այսօրվա գործող իշխանության եւ ընդդիմության տարբերությունը ըստ էության հետեւյալն է։ Գործող ընդդիմությունը արևմտամետ է, բայց ազգայնամոլ։ Իսկ այսօրվա գործող իշխանությունը, իսլամիստները, նրանք նույն կերպ ազգայնամոլ են, բայց ավելի իսլամական, ավելի դեպի արևելք նայող, արևելամետ, այսպես կարելի ասել։ Բայց երկուսն էլ ազգայնամոլ են, պատահական չի, որ այսօրվա ընդդիմության կոմունակիստները իրենց ցույցերին փողոցներ են դուրս գալիս Էնվերի, ենթադրենք Թալաթի, Ջեմալի նկարները, որը ցույց է տալիս, որ ցեղասպան գիտակցությունը թուրքական հասարակության մեջ շատ խորն է նստած։ Միակ կառույցը, այնտեղ որ թուրքական ազգայնամոլությամբ չի տարապում, դա քրդերի դեմոկրատական կուսակցությունն է, որ օրինակ երեք իրանք հայտարարեցին նորից, որ դատապարտում են ցեղասպանությունը, հիշատակում են եւ այլն, հա։ Հիմա տեսեք, որպեսզի Թուրքիան ցեղասպանությունը երբևիցե ճանաչի, այն ինչ որ ասում է այսօրվա մեր իշխանությունը, ինքը այդ ֆունդամենտալ ժողովրդավարական տրանսֆորմացիան պետք է ապրի, ինքը պետք է ուրիշ հասարակություն դառնա։ Այնպես որ այնպես չի որ վաղը Թուրքիան մեկ էլ կճանաչի ցեղասպանությունը։ Կարող է ինչ որ մի հատ շատ լավատեսական սցենարում 50 տարի հետո ճանաչի։ Այսինքն ինքը հասարակությունը մեջից մաքրի։ Ճնշումը բավարար չէ։ Ներսից էլ է պետք է լինի ու ներսից առաջին հերթին հենց իրանց թուրք մարդկանց գիտակցության որոշակի մաքրում պետքա տողնա, պարզաջրում պետքա տա, այս մարդիկ պետք է իրենց հարց տան։ Ինչի է ենթադրենք մեր ու Հայաստանի սահմանը մինչև հիմա փակ։ Ինչի է ամբողջ աշխարհը ճանաչել ցեղասպանությունը, իսկ մենք չենք ուզում դրա հետ առեսել։ Ինչի մեր լավագույն մտավորականները խոսում են դրա մասին, իսկ մենք շարունակում ենք գույրի պես դա արհամարել։
Ինչ են հայերը մեզ ատում ենթադրենք, ինչ են հույները մեզ, ինչ են մեր շրջակայքում բոլոր ազգերը ինչ են մեզ ատում, ինչ են մեզ դիտարկում որպես վտանգի աղբյուր։ Այդ մարդիկ պետք է այդ հարցերը տան, այդ հարցերին իրանք պատասխանեն, գան գիտակցության այդ մակարդակին, եւ մենակ այդ դեպքում է հնարավոր Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչումը։ Նույնիսկ եմ ասում, դա sense ակտ չի լինելու, դա տրանսֆորմացիա լինելու եւ երկար ճանապարհ, որի վերջում կարող է դա տեղի ունենա։ Հիմա վերադառնանք ձեր հարցին։ Այ երբ որ դա տեղի ունենա, մենք պետք է գիտակցենք, որ մենք խոսելու ենք լրիվ ուրիշ Թուրքիայի հետ այդ ժամանակ։ Եվ լրիվ ուրիշ Թուրքիայի հետ լինելու է շատ լայն ներկապնակ հնարավորությունների, թե հատուցումը ինչ տեսքով կարող է լինի։ Հիմա դրա մասին ընդհանրապես իմաստ չունի խոսալ։ Պետք է ասել հետևելը, եթե Թուրքիան երբևիցե դառնա այն ժողովրդավարական պետությունը, որը պատրաստ է ընդունել իր պատմական մեղքը, որը պատրաստ է ձեռք մեկնել հայ ազգին, որը պատրաստ է ասել, գիտեք ինչ, մենք ժամանակին ձեզ այդքան անհուն ցավ ենք պատճառել, եկեք այդ ցավի մի մասը հիմա մենք հանենք, կնստենք հետները կխոսանք դրա մասին։ Եվ ամենակարևորն է, որ դրա պատմական օրինակը գոյություն ունի, դա Գերմանիայի եւ հրեաների միջև հարաբերություններն է։ Հիմա կներեք, հրեաները չեն գնացել, չէ, Գերմանիայից տարածք չեն խլել դրանից հետո։ Բայց իրանց հարաբերությունները հիմա այն անտագոնիզմը չունեն այլևս, որը իրանք ունեցել են հոլոկոստի օրերին, հասկանալ եք, չէ՞, եւ գերմանացիները լինելով քաղաքակիրթ ազգ եւ իրապես ժողովրդավարական ազգ։ Այսօր դա գիտակցում են եւ անընդհատ ինչ-որ ժեստեր են անում, չէ՞, հրեաների ուղղությամբ։ Դա էլ մենք պետք է հասկանանք։ Դրա համար այսօր պետք չի այդ հարցին պատասխանել եւ անիմաստ է այդ հարցին պատասխանել։ Պետք է ասել, եկեք տանենք այն ճանապարհով, որպեսզի Թուրքիան ինքը գա այդ գիտակցությանը, դրանից հետո մենք կարող ենք այսպես սեղանի շուրջ նստել, իրար հետ խոսալ, հասկանալ այդ հատուցումը ինչ տեսք պետք։ Պարոն Չալաբյան, հիմա շարունակելով ցեղասպանության թեման։ Տեսեք, դուք նշեցիք, որ ցեղասպանության փաստը ինքնին պատմական աքսիոմա է, որը ճանաչվել է գիտնականների կողմից, անքննելի է։ Արդյոք այս առումով մենք հետընթաց ունենք, դարձյալ դուք չեք սիրում, որ ես օգտագործում եմ պետական քաղաքականություն, իշխանությունների վարած քաղաքականության առումով, արդյոք մենք հետընթաց ենք գրանցել եւ մենք ինքներս ենք պատմական այդ փաստը աքսիոման դնում կասկածի տակ։ Ոչ միայն չենք հետապնդում միջազգային ճանաչման եւ պահանջատիրության քաղաքականությունը, այլ փորձում ենք դա դարձնել քննարկելի, եթե չասեմ շղթում ենք, ապա առնվազն դարձնում ենք քննարկելի։ Եղել է նման փաստ, թե ոչ, խնդրեմ։ Տեսեք, գործող իշխանության տարբեր ներկայացուցիչներ այս ընթացքում իսկապես արել են աբսուրդ հայտարարություններ, օրինակ Անդրանիկ Քոչարյանը, տխրահարճակ, չեմ կարող այլ բառ օգտագործել այդ տանձի նկատմամբ, օրինակ գաղափար առաջարկել, ասել եկեք պարզենք ովքերն այդ 1.5 միլիոն մարդիկ։ Որ աբսուրդային գաղափար է, որովհետև դա անհնար է, այդ արխիվները չեն պահպանվել, հա, հնարավոր չի իսկապես անուն առանուն պարզել բոլոր զոհերին եւ դա անիմաստ զբաղմունք է, այսինքն ամբողջ կոնսենսուսը, նաև ակադեմիական կոնսենսուսը հետևյալն է, որ առնվազն 2015 թվականի ընթացքում մոտ 800,000 հայ զոհվել, հետո 16 թվականի ընթացքում արդեն Դերերզորի առնապատում եւս մոտ 200,000 հայ ոչնչացվել Թալյաթի հատուկ հրահանգով եւ հետագա տարիների մինչեւ 23 թիվը տարբեր փուլերով եւս մոտ 5 միլիոն հայեր են զոհվել թուրքական իշխանությունների կամ բանակի գործողությունների հետևանքով։ Հա, այսինքն այդ 1.5 միլիոն թիվը մոտավորապես, հա, նա եւս պատմականորեն ֆիքսված ճշմարտություն է։ Եվ դու պետք է պարտադիր չի, որ ասենք ամեն մեկի անունը իմանաս, որ հասկանաս, որ այդ մարդը զոհվել է, հա, որովհետեւ օրինակ եղել են հայկական պատրիարքարանի գրառումներ եւ եղել է գնահատական, թե Օսմանյան կայսրության տարածքում որքան հայեր են ապրել մինչեւ 1914 թիվը։ Եվ եղել է նաեւ գնահատական նույն պատրիարքային, թե որքան է մնացել, որքան են արտագաղթել եւ որն է, այսպես ասած, բալանսը, հա։ Այսինքն այդ եւ իդեպ եթե ենթադրենք հաշվենք ու պարզվի, որ ոչ թե 1.5 միլիոն, այլ 1.456.000 է, կամ 1.531.000, դրանից ինչ է փոխվում։ Պատմական հայրենիքը ամբողջապես արմատականորեն հայազրկվել է։ Այդ փաստը որևէ կերպ հնարավոր չի Հիմա ժխտել։ արդյոք մենք ընկնում ենք թուրքական ծուղակը, երբ իրենք պարբերաբար իդեպ 3 նույնպես Թուրքիայի արտգործնախարարությունը ասում ենք բացել ենք մեր արխիվները եւ առաջարկում ենք ստեղծել պատմաբանների հանձնաժողով, եկեք եւ քննեք։ Ընկնում ենք հիմա մենք այս ծուղակը, երբ ասում ենք եկեք հաշվենք, երբ ԱԳՆ-ն ասում է սա այլևս մեր գործը չէ, մեր առաջնահերթությունը չէ, պատմաբանների գործն է, խնդրեմ։ Տեսեք, երբ ընկնում ենք այդ ծուղակը շատ բարձ պատճառով։ Ուրեմն Աքչամի հետ հանդիպելուց եւս 1 օր առաջ այդ ցեղասպանության շաբաթի շրջանակներում մենք ներկայ ենք նաեւ Վահագն Դադիրյանի հայոց ցեղասպանության պատմությունը կոթողային երկի հայերեն թարգմանությամբ շնորհանդեսի։ Ուրեմն այդ երկը գրվել է 1995 թվականին հսկայական աշխատություն է մոտ 800 էջից, պատկերացեք 30 տարի է տևել
որովհետեւ նա թարգմանվի հայերեն, որ աբսուրդ է, հասկանում եք, 30 տարի հետո հայ հեղինակի կողմից անգլերենով գրված աշխատությունը, որը նորից իր ոլորտի մեջ համարվում է ամենաֆունդամենտալ գիտական աշխատությունը, որից հետո հայոց ցեղասպանությունը այլևս ակադեմիական մակարդակով էլ չի վիճարկվում, հա, 30 տարի արդեն։ Նոր թարգմանվել է հայերեն։ Հիմա փառք Աստծո, թարգմանվել է, խոսում ենք դրա մասին։ Ուրեմն Դադրյանը օգտվել է հիմնականում գերմանական, ավստրիական եւ արաբական արխիվներից։ Եվ այդ արխիվներում հայտնաբերված փաստաթղթերի ստվար ծավալը նա պարզապես որևէ կասկածի տեղիք չի թողնում, որ հայոց ցեղասպանությունը եղել է օսմանյան իշխանությունների կողմից պլանավորված, համակարգված, բազմաշերտ, երկարաժամկետ գործողություն։ Որևէ կասկած չի թողնում։ Նույն Աքչամը իմիջած Երևանում այս օրերին հայտարարեց, որ ցեղասպանության մասին որոշումը ընդունվել է 1914 թվականի դեկտեմբերի 1-ին եւ օսմանյան արխիվները դա լրիվ ապացուցում են։ Այսինքն պատմաբանների հանձնաժողով ստեղծելը դա հերթական անիմաստ գործողություն է։ Բոլոր պատմաբանները, որոնք այս ոլորտում աշխատում են, իրանցից ոչ մեկ նույնիսկ չի վիճարկում այս հարցը։ Պատմաբանների մեջ կա այդ կոնսենսուսը։ Ուղղակի կան ելևէջներ, մեկը ասում է այսքանը շատ, այսքանը քիչ, ավելի շատ են փրկվել, օրինակ ավելի շատ փրկվելու թեման կա, որովհետև կա նաև այն թեզը, որ հայ կանանց եւ երեխաների մի մասին քուրդ ընտանիքները ուղղակի վերցրել են իրանց մեջ, իսլամացրել են եւ իրանք փրկելու համար եւ իրանք ոչ թե մահացել են ֆիզիկապես, այլ դավանափոխ լինելով ապրել են որպես մարդիկ, մենք դա համարում ենք կորուստ։ Իմիջիալից մեր տեսանկյունից դա բոլոր դեպքերում կորուստ է, որովհետեւ այդ մարդիկ դադարել են հայ լինելուց։ Կարող չեն դադարել մարդ լինելուց, բայց իրանք հայկական ինքնությունը ստիպված զոհաբերել են ֆիզիկական գոյությունը պահպանելու համար, հա։ Հիմա այդ հարցը կարելի է ընդհանրեն քննել։ Այդ հարցը կարելի է քննել, կարելի է փորձել հասկանալ ինչ քանակությամբ հայ երեխաներ են դավանափոխ եղել եւ փրկվել եւ այլն։ Բայց դրանից արդյոք ցեղասպանության բուն ինքը փաստը որևէ կերպ վիճարկում ոչ չի վիճարկում։ Պարոն Չալավյան, երբ լսում ենք իշխանականների ելույթները, ես ինչու հարցը տվեցի նաև, որ հետընթաց ենք գրանցել նաև պատմական փաստը կասկածի տակ դնելու առումով, երբ լսում ենք իշխանականների ելույթը, արդյոք դուք այնտեղ նկատում եք, թե ում կողմից ենք մենք ցեղասպանվել։ Ես ուզում եմ մի շատ կարճ մեջբերում անել Նիկոլ Փաշինյանի երեկվա ուղերձից։ Օսմանյան կայսրության գոյության վերջին շրջանում տեղի ունեցած այդ իրադարձությունները խորը հետք են թողել յուրաքանչյուր հայի հոգու եւ գիտակցության մեջ։ Իդեպ Էրդողանի ուղերձում նույնպես ասում է Օսմանյան կայսրության վերջին շրջանում տեղի ունեցած պատերազմի տարիներին, չգիտեմ, զինված խմբավորումների կողմից սպանություններ, համաճարակով պայմանավորված մահեր եւ այլն եւ այլն։ Միայն շեշտվում է պատմական ժամանակաշրջանը Օսմանյան կայսրության գոյության վերջին շրջանում եւ վայրը։ Իսկ ում կողմից է դա տեղի ունեցել։ Ուրեմն նայեք, ցեղասպանությունը տեղի ունեցել Օսմանյան կայսրության երիտուրքական կառավարության կողմից մեկ եւ հետո իր շարունակությունն է գտել նաեւ թուրքական հանրապետության քեմալական կառավարության, որովհետեւ հայտնի է նաեւ, որ օրինակ արդեն նրանից հետո երբ որ թուրքական հանրապետություններ գոյացել եւ նա փորձում էր դուրս մղել ֆրանսիացիներին իր տարածքի հարավից, Մարաշում, Ուրֆայում եւ Անթապում կոտորածները կազմակերպել է Քելեման քեմալական կառավարությունը արդեն 1921-22 թվականներին։ Եվ իրականում հետազոտողները նաեւ ասում են, որ ցեղասպանությունը կարելի է համարել, որ շարունակվել է մինչև 1923 թվականը։ Իմ տեսանկյունից ընդհանրապես չի դադարել ամբողջ ընթացքում։ Դե պարբերաբար Օսմանյան թուրքական հանրապետության տարածքում արդեն ապրող հայության դեմ եղել են գործողություններ, հա, ունենք 1956 թվականին եղել Ջարդե Ստամբուլում եւ այլն։ Բայց իրականության մեջ ցեղասպանության հիմնական մեղավորը դա Օսմանյան կայսրության կառավարությունն է, ոչ թե Օսմանյան կայսրությունն է ժողովուրդը, ենթադրենք բանդիտները, զինված խմբերը եւ այլն, կառավարությունն է, որովհետեւ դա համակարգված է եղել եւ փաստաթղթերը դա են վկայում, մեկ։ Եվ երկրորդը, արդեն այն պահից սկսած, երբ որ առաջացել է թուրքական հանրապետությունը, նրա ղեկավարությունը որդեգրել է նույն ուղեգծի շարունակությունը, արդեն այն հատվածներում, որոնցում Օսմանյան կայսրության օրոք չեն հասցրել ցեղասպանությունը ավարտին հասցնել։ Ինչպիսին արդեն ասացի, Ուրֆան, Մարաշը, Այնթապը
եւ դրանից հետո Կիլիկիայի մնացած մասը։ Հիմա ինչու մեր պաշտոնական ուղերձներում եւ արտգործնախարարության իդեպ, երբ Հայաստանի վարչապետի չի շեշտվում, թե ում կողմից է դա արվել։ Մտածված քաղաքականություն է, արդյոք մեղավորին այսպես տեսեք, զերծ պահելու երկու վերսիա կա, այսպես ասած գործող իշխանությունների կողմից շրջանառության մեջ դրվող վերսիան եւ այն ինչին ես եմ հավատում։ Գործող իշխանությունների կողմից շրջանառության մեջ դրված է հետեւյալ վերսիան։ Մենք պետք է փորձենք Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորենք, որտեղ միայն այդ դեպքում մենք կարող ենք տարածաշրջանում խաղաղության հասնել եւ ապահովել Հայաստանի Հանրապետության գոյությունը։ Այդ այն ինչ որանք են ասում։ Երբ Փաշինյանը անդադ ասում է Հայաստանի Հանրապետության ապագան վտանգված է, Հայաստանի Հանրապետության ապագան վտանգված է, մենք պետք է սովորենք մեր հարևանների հետ խաղաղ ապրել։ Այդ ինքն է ասում։ Այդ տրամաբանության մեջ անհրաժեշտ է Թուրքիային հնարավոր բոլոր ձևերով, այսպես ասած, սիրաշահել, մեղմել սուր եզրերը եւ այլն, ոչ մի բանի վրա չկենտրոնանալ, չսրել, չհակադրվել, որպեսզի մենք կարողանանք Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավել։ Այդ իրանց վերսիան է։ Ես ունեմ այլ վերսիա։ Իմ վերսիան հետեւյալն է, որ Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունները, գործող վարչախումբը իշխանությանը բերվել հենց թուրքական լոբիի կողմից։ Հենց թուրքերի կողմից է բերած իշխանությունը եւ պարզապես սպասարկում է հենց թուրքական օրակարգը։ Եվ ավելի ընդարձակ իմաստով, ոչ միայն թուրքական, թուրանական ավելի ընդարձակ օրակարգը, որի հետևում կանգնած են ավելի մեծ գլոբալ ուժեր, որոնք շահագրգռված են այդ օրակարգի մեջ։ Եվ քանի որ նրանք սպասարկում են այդ օրակարգը, բնականաբար այդ օրակարգի շրջանակներում մեր ինքնության հետ կապված ցանկացած սուր անկյուն պետք է փորձել պարզապես կտրել մեր զգոնությունը բթացնել, ասել ես ամեն ինչի մասին մոռացեք, հիմա կարևորը խաղաղ կյանքն է, որտեղ հաց ընդեղ հայրենիք, որտեղ երշիկ, նրբեշիկ, գարեջուր ընդեղ կյանք եւ այլն այդ տրամաբանության մեջ փորձել բոլորից զգոնությունը բթացնել։ Այդ տրամաբանությունը արդեն մենք 6-7 տարի է տեսնում ենք, անընդհատ այդ աշխատում, պարզապես տարբեր փուլերում օգտագործում են տարբեր գործիքներ։ Սկզբում, երբ որ Փաշինյանն եկել էր իշխանության, չէր կարող sense բան խոսար։ Հիմա, երբ որ շատ բաներ կոտրել է ինքը այս ընթացքում, հա, շատ տաբուներ կոտրել է։ Հիմա հերթ հասել է տաբուին, բայց այս տաբուն ինքը չի կարողանալու կոտրել։ Պարոն Չալաբյան, այնուամենայնիվ Թուրքիայի հետ հաշտություն առհասարակ հնարավոր է թե ոչ, եւ երկրորդը ես նաեւ ուզում եմ անդրադառնալ այս պահի դրությամբ Թուրքիայի մեկ նախապայմանին, այն է սահմանության փոփոխությանը, որովհետեւ մինչ այդ մենք ասում ենք, որ սահմանության փոփոխության պահանջը գալիս է Ադրբեջանից։ Հիմա թուրք պաշտոնյաները հստակ ասում են Հայաստանը պետք է փոխի իր սահմանադրությունը, որովհետեւ այն տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ։ Դա այստեղից էլ արդեն լսում ենք, որ սահմանությունը փոխվելու է, անկախության հռչակագրին հղում չի արվելու։ Ինչ նկատի ունեն թուրքերը, ինչ են ակնկալում մեզնից, ինչ տարածքային պահանջների մասին է խոսքը, եւ խոսում են հենց օրինակ Ադրբեջանի դեպքում հասկանալի է, հա, այստեղ հիմնական կռվախնձորը Արցախն է։ Թուրքերի դեպքում ինչի մասին է խոսքը, ու ինչ է սպառնում մեզ, խնդրեմ։ Նախ մեր սահմանադրության մեջ Թուրքիայի նկատմամբ որևէ տարածքային պահանջ չկա։ Թուրքիայի նկատմամբ որևէ տարածքային պահանջ գոյություն չունի նաև անկախության հռչակագրում։ Ես հիշեցնեմ, որ անկախության հռչակագիրը, որը ընդունվել է 1991 թվականին օգոստոսի 23-ին, ընդունվել է մեր ամենաբազմակուսակցական խորհրդարանի կողմից, որում մեծամասնություն էր կազմում հայոց համազգային շարժումը, որը հաստատ մեր ամենաազգայնական թևը չի եղել երբևիցե։ Եվ այն, որ այդ հռչակագիրը ընդունվել է, նա ընդունվել է շատ երկար աշխատանքի եւ միջկուսակցական կոնսենսուս ձևավորելու արդյունքում։ Եթե չեմ սխալվում, ճիշտ եմ հիշում, 12 տարբեր քաղաքական ուժ ներկայացված եղել է մեր խորհրդարանում, Գերագույն խորհուրդ։ Ժամանակ ազգային ժողով չէր կոչվում, Գերագույն խորհուրդ էր կոչվում, եւ իրանք բոլորը միասին համաձայնեցրել են այդ տեքստը, սուր եզրերը փորձել են ինչ-որ իմաստով հղկել, եւ այդ անկախության հռչակագրի մեջ ընդհանրապես ասած ոչ մի տարածքային պահանջ Թուրքիայի նկատմամբ հաստատ չկա։ Կա որ Հայաստանի Հանրապետությունը հետամուտ է լինում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, հա։ Հետևաբար ինչ է պահանջում մեզից Թուրքիան։ Թուրքիան մեզանից պահանջում է դադարել հայ լինելուց։ Ըստ էության նա դա է պահանջում։ Նա ասում է ընդհանրապես ասած մոռացեք ձեր բոլոր ազգային իղձերի, ձեր երազանքների, ձեր ինքնության մասին, համակերպեք նրա հետ, որ դուք այսուհետև լինելու եք ընդհանուր թուրքական տարածքի ներսում գտնվող այսպես ասած երկրորդ սորտի ինչ որ մի հատ գոյացություն։ Իդեպ ես հիշեցնեմ, որ մինչև հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրության տարածքում հայերը երկրորդ սորտի նույնիսկ քաղաքացիներ չէին, հպատակներ էին։ Եվ ինչպես ոչ միայն հայերը, բոլոր քրիստոնյաները կայսրությունը այդպես էր կառուցած։ Կայսրության մեջ մահմեդականները առաջի սորտի էին, ընդ որում այդ առաջի սորտի մեջ էլ վարիացիաներ կար, ասենք
թուրքալեզուները ավելի բարձր էին, ընդդեմ քրդերը ավելի ցածր, հա։ Ու հետո գալիս են քրիստոնյաները։ Մենք այդ երկրորդ սորտի մեջ ենք մտնում։ Գյավուրները ինչպես ասում։ Գյավուրները ռայա էր կոչվում եւ այլն։ Մենք այդ երկրորդ սորտ հիմա Էրդողանը շատ բացահայտ ասում է համակերպեք երկրորդ սորտի գիտակցությունը։ Չեք ուզում երկրորդ սորտ անեք, թողեք գնացեք այդտեղից։ Չեք ուզում երկրորդ սորտ անեք ու թողեք գնա, կարողա կոտորվեք ընդհանրապես ասած։ Նայեք Արցախում ինչ եղավ, մտածեք ձեր մասին։ Ինչ ա եղել, ինչ որ արեցինք Արցախում, ձեր հետ էլ կանեք։ Հասկանում եք, իրանցից էտա գալի ուղերձ անընդհատ։ Ու մենք պետք է գիտակցենք հետեւյալը, եթե տենց ուղերձ է գալի մեզ ու գալիս է շարունակաբար, համ Անկարայից, համ Բաքվից, որոնք են մեր այլընտրանքը։ Դառնալ երկրորդ սորտի իսկապես, հա, թողել գնալ այստեղից, այնուամենայնիվ համախմբվել ու դիմադրել։ Մեր սեփական մտայնությունը, մեր սեփական դիրքորոշումն նա, որ մենք որպես հայ ազգ, ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, իդեպ իշխանության եւս մեկ շատ վնասակար գաղափարներից մեկը, հա, որ կան Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ու կան այլ հայեր, որոնք մեզ չպետք է խանգարեն։ Հա, չպետք է մեզ խանգարեն։ Չէ, մենք ասում ենք ընդհակառակը, կա հայ ազգ, այդ հայ ազգի զգալի մասը Հայաստանակենտրոնն է նաեւ, այսինքն ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Իդեպ դուրսը բազմաթիվ հայեր են ապրում, որ նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացի են։ Ես ինքս 20 տարի այդ կարգավիճակում դուրս ապրել եմ, լինելով Հայաստանի Հանրապետության քաղաքացի, չէ։ Հայաստանակենտրոնն են, այստեղ ունեն ծրագրեր, այստեղ ունեն բիզնեսներ, ունեն ներդրումներ եւ այլն եւ այլն։ Հա, այսինքն նաեւ կապված են Հայաստանի Հանրապետության հետ։ Ոչ միայն անցյալում են հայ եղել եւ կապված են։ Այս բոլոր մարդիկ Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանի ավելի ընդարձակ իմաստով շահառուներն են։ Մենք բոլորս պետք է կարողանանք համախմբենք եւ այս մարտահրավերներին, որոնք գալիս են Անկարայից եւ Բաքվից, դիմագրավենք։ Առավել եւս, որ այդ դիմագրավելու հնարավորությունները հիմա բարելավվել են։ Այ հնարավորությունները որոնք են։ Հիմա մեզ ասում են, որ դիմագրավել չեք կարող, միակ տարբերակը գնալ նրանց հետ հաշտության, որովհետև մեզ կկոտորեն, մեզ կսպանեն, ինչ որ մի երկիր կճանաչի հայոց ցեղասպանությունը, հետո մենք կուրախանանք, կգանք այստեղ, Թուրքիան մեզ կկոտորի, Թուրքիան իր վրեժը մեզնից կլուծի, ինչպես դիմագրավել, պարոն Չալաբյան։ Եկեք հիշենք հետևյալը, հա, որ բոլոր դեպքերում Հայաստանի Հանրապետությունը արդեն 34 տարի անկախ երկիր է եւ Թուրքիան այնուամենայնիվ չի հարձակվել, չէ, Հայաստանի Հանրապետության վրա այս ընթացքում։ Չի հարձակվել։ Ընդ որում Հայաստանի Հանրապետության նախորդ բոլոր իշխանությունները Թուրքիայի հետ ունեցել են շատ ավելի կոշտ դիրքորոշում, քան այս իշխանությունները։ Հետաքրքիր բան ձեզ ասեմ իդեպ։ Նախորդ բոլոր իշխանությունները ունեցել են ավելի կոշտ դիրքորոշում, քան այս իշխանությունը։ Բայց հակահայկական հիստերիան Թուրքիայում հիմա շատ ավելի ուժեղ է, քան թե նախորդ իշխանությունների ժամանակ։ Տարօրինակ է, չէ՞, թվում է, որ դուք ունեք Հայաստանում կամակատար պարտվողական իշխանություններ, ոնց որ հակահայկականության դոզան պետք է իջնի Թուրքիայում։ Ընդհակառակը բարձրացել է։ Ինչ որտեղ տեսնում են, որ հնարավորություն է, որ դիմացինը պատրաստ է անձնատուր լինելու, եւ այդ հակահայկականության դոզան բարձրացնում են, որպեսզի սեփական հասարակությունը պատրաստ են Հայաստանի նկատմամբ ինչ-որ մի այդպես ագրեսիվ գործողության։ Ես համոզված եմ, որ մենք հենց մեր սեփական իրավունքները մի քիչ ավելի լավ գիտակցենք եւ սկսենք հետեւողականորեն այդ իրավունքները պաշտպանել, Թուրքիայի ռետորաբանությունը եւս կսկսի փոխվել, որովհետեւ Թուրքիայի համար Հայաստանի Հանրապետության վրա հարձակվելը այդքան հեշտ խնդիր չի, ինչքան կարող է թվալ։ Դա մի առանձին քննարկման առարկա է, գիտեմ, որ մեր եթերը այսօր ավարտվում է, բայց շատ կարճ, եթե ձեզ օրինակը բերեմ, տեսեք, ամենապարզ հետեւյալն է, Սիրիայի դեպքում օրինակ Թուրքիան շատ ագրեսիվ գործողություններով Սիրիայում իշխանությունը զավթեց, չէ՞։ Թվում էր, որ անվերապահ հաղթել է, բայց մեկ էլ պարզվեց, որ քրդական հատվածում ինքը ունի խնդիր քրդերի հետ, ալևիների հատվածում ունի ալևիների, իսկ հարավում ամենապարադոքսալը այն խնդիրը, որը մասին իրեն գուցե մինչև վերջ չեն էլ մտածել։ Հայտնվեց Իսրայելը, մտավ Սիրիայի տարածք եւ ասաց, գիտեք ինչ, ընդհանրապես հարգելի թուրք գործընկերներ, մենք ընդհանրապես դեմ ենք, որ դուք Սիրիայի տարածքում ունենաք ռազմականներ։ Մոռացեք նրա մասին, որ դուք Սիրիայի տարածքում գալու եք ձեր ռազմականները տեղադրեք ու ոչ միայն ասացին, վերցրեցին ռմբակոծեցին բոլոր այն օդանավականները, որտեղ թուրքերը սկսել էին ինչ-որ աշխատանք կատարել։ Վերցրեցին ռմբակոծեցին, ուղիղ ոչնչացրեցին։ Այդ ինչից է գալի։ Դա նրանից է, որ Թուրքիայի պես պետության դեպքում ցանկացած ագրեսիվ գործողություն բերում է հակազդեցության իր մրցակիցների կողմից։ Եթե Սիրիայում դա տվյալ դեպքում ասենք Իսրայելն էր, Միացյալ Նահանգներն էին ինչ-որ չափով, այս ուղղության վրա լինելու է Ռուսաստանը եւ Իրանը, գուցե նաեւ այլ երկրներ, գուցե նաեւ օրինակ Ֆրանսիան, գուցե նաեւ օրինակ Հնդկաստանը եւ այլն։ Այսինքն նես չի որ Թուրքիան ունի գործողությունների, այո, բացարձակ ազատություն, որտեղ ասես մտնի։ Նույնիսկ մտնելուց հետո, իդեպ ձեզ ասեմ, Սիրիա որտեղ մտել է, չէ՞, նույնիսկ մտնելուց հետո խնդիրներ են սկսում, որոնք հաճախ անլուծելի են դառնում։
Եվ Թուրքիան, որը արդեն հարյուրամյակների պետություն է, այդ ամենը լավ հասկանում է։ Իրանք այդ իմաստով ինչ որ գործողություն անում են միայն այն դեպքում, երբ որ համոզված են, որ հաջողություն կունենան։ Պարոն Չալաբյան, լավ, գալով մեր այսպես հարցազրույցի տրամաբանական ավարտին, կարճ վերջին հարցը։ Տեսեք, եթե դուք պնդում եք, արձանագրում եք, որ Հայաստանի իշխանությունները Թուրքիայի գործակալ են, դավաճան են, հատուկ ծրագրով են, այստեղ գլխավոր հարցը, որը պետք է ձեզ տրվի, ինչպես հեռացնել այս իշխանություններին, մի շարք թողարկումներով խոսել ենք, հիմա շատ կարճ։ Ես ուզում եմ ասեք, ինչպես հեռացնել, ո՞րն է ճանապարհը, որովհետև ընդդիմադիր դաշտում գիտեք, որ առկա է մեծ բանավեճ, ի վերջո փողոցով ենք հեռացնում ընտրություններով եւ առհասարակ ընտրություններով հնարավորություն կա, դուք Գյումրիի ընտրությունում ակտիվ ներգրաված եք դիտորդական առաքելությամբ եւ երևի թե կկարողանաք այդ հարցին պատասխանել։ Հնարավորություն կա հեռացնելու իշխանություններին, խնդրեմ։ Այո, կա հնարավորություն հեռացնելու իշխանություններին եւ ավելին ասեմ, որ այդ հնարավորությունը մի հնարավորություն չի մի հատ, մի քանի տեսակ հնարավորություններ կարող են լինել։ Մի հնարավորությունն անում է, որ այս իշխանությունները գիտակցելով ըստ էության սեփական փակուղային իրավիճակը կարող են գնալ արտահերթ ընտրությունների եւ եթե իշխանությունը փորձի գնալ արտահերթ ընտրությունների, պարզապես շատ կոնկրետ հնարավորություն կա, որ ազգային ժողովով պարզապես նոր իշխանություն, նոր կառավարություն ընտրվի։ Որտեւ հիշեք, որ մեր մոտ որպեսզի ազգային ժողովը ծրվի, վարչապետը պետք է հրաժարական տա եւ դրանից հետո եւս երկու շաբաթ նա այլևս վարչապետ չի ըստ էության, պաշտոնակատարաբեծ վարչապետ չի, պետք է տեղի ունենա ազգային ժողովի կողմից նոր վարչապետի ընտրություն, դրա հավանականությունը շատ լուրջ է, որ այդ տարբերակում կարող է տեղի ունենա նոր վարչապետի ընտրություն ազգային ժողովի կողմից։ Այդ հավանականություն մեկն է։ Հավանականություն 2։ Մի րոպե, պարոն Չալաբյան, հստակեցնենք։ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալիս եւ ազգային ժողովի ընդդիմադիր հատվածը կկարողանա այդ ընթացքում ընտրել նոր վարչապետ, նկատենք, թե քաղաքացիական պայմանագիրն իր կողմից կընտրի։ Քաղաքացիական պայմանագրի ինչ որ մի մաս կարող է միանալ ընդդիմությանը, գալ ինչ որ մի հատ կոմպրոմիսային տեխնացուի, ընտրել ինչ որ մի հատ կոմպրոմիսային տեխնացու։ Այնքան հավանական է քաղաքացիական պայմանագրի միանալը, նաեւ Հայակվեի ժամանակ։ Ես հիշեցնեմ հետեւյալը, որ Հայակվեի ժամանակ մեզ դեմ է քվեարկել քաղաքացիական պայմանագրի 71 պատգամավորներից 56-ը, 15-ը խուսափել են մեզ դեմ քվեարկելուց, մենք դա գիտենք։ Բայց չեն մասնակցել։ Տարբեր ձևով խուսափել են մեր ներկայացած կողմել չեն քվեարկել, բայց խուսափել են մեր ներկայացած օրենքի նախագծին դեմ քվեարկելու, մենք գիտենք անվանապես ովքեր են դրանք։ Այդ մեկ որպես փաստ։ Երկրորդը հիշեցնեմ ձեզ, որ քաղաքացիական պայմանագրից 2 պատգամավոր էս ընթացքում փոկվել են, դարձել են անկախ պատգամավոր, դրանից մեկի նկատմամբ քրեական հետապնդում է սկսած, բայց նա շարունակում է, այսպես ասած իր ամբողջ գիծը եւս մեկ падգամավոր այս ընթացքում մանդատը վայր դրեց այն պայմաններում, որ կարող էր շատ ուզենար կարող մանդատը պահել էր։ Վիրեն Գաբրիելը։ Այո։ Եվ նաեւ խոսակցություններ կան, որ կա եւս մի քանի падգամավոր, որոնք այսպես ասած երկընտրանքի մեջ են։ Այսինքն քաղաքացիական պայմանագիրը այլևս այն մոնոլիթը չի, որը նա կար։ Եվ հիշեք հետեւյալը. երբ որ վարչապետը հրաժարական է տալիս եւ 2 շաբաթ փաստացի անիշխանություն է երկրում, հա, բոլորովին չի բացառվում, որ օրինակ ուժային կառույցները դադարեն ենթարկվել քաղաքացիական պայմանագրին կամ օրինակ ուղղակի չեզոք դիրք ստանձնեն եւ այլն։ Շատ բաներ է հնարավոր։ Մենք դա տեսել ենք արդեն, մենք դա տեսել ենք 18 թվականի ապրիլյան իրադարձությունների ժամանակ, հա։ Տեսել ենք ոնց է ստացվում, ուժային կառույցները մեկ էլ ասենք դադարում են հրաման կատարել, դրանց մի մասը ցուցարարների հետ փողոց են դուրս գալի։ Բայց այդ ուժային կառույցների հետ գուցե շատ վաղուց աշխատանք էր տարվում, պարոն Չալաբյան, հիմա այդ աշխատանքը եկեք իմ հարցին։ Գուցե հիմա էլ է տարվում։ Ուզում եմ ասեմ, որ այդ հավանականությունը մի բացառեք, ես ասում եմ, որ դա հավանականությունը չեմ պնդում, որ դա միարժեք է, բայց դուք հարցեցիք, ասում եմ, որ տենց հավանականություն կա։ Երկրորդ հավանականությունն անում է, որ ազգային ժողովը անվստահություն հայտնի Փաշինյանին, դա մի քիչ ավելի բարդ է, քանի ասած է։ Նույնիսկ գալու ենք քաղաքացիական պայմանագրի ձայներին, որը ընդդիմության մի շերտ ասում է, որ չկա։ Եվ դա նույնիսկ ասում, դա ավելի բարդ է, քան թե իմ ասած, որտեղ իմ ասած դեպքում դուք ըստ էության ունեք իշխանության վակուում, առաջի դեպքում, երկրորդում չէ։ Եվ երրորդ տարբերակը արդեն ընտրություններին գնալն է։ Այդ տարբերակը իմ կարծիքով ամենաիրատեսականն է եւ դրա իրատեսականությունը ապացուցվեց Գյումրիում իդեպ։ Այ շատ կարճ դա ասեք, Գյումրի օրինակը մեզ ինչ ցույց տվեց։ Ցույց տվեց, որ ընտրություններով իշխանափոխությունը իրատեսական է։ Ավելին ձեզ ասեմ, համապետական ընտրություններում դա շատ ավելի իրատեսական է, քան թե առանձին վերցած համայնքում, ինչի որտեղ առանձին վերցած համայնքում, եթե դուք նույնիսկ անդիմադիր համայնքապետ եք ընտրում, մեկ ամբողջ իշխանությունը մնում է այս վարչախմբի ձեռքը։ Հա, դրա համար բոլորը գիտեն, այնուամենայնիվ որ վարչախումբը մնալու է, իր կողմից քրեական ազդեցության լծակները մնալու են եւ այլն, ուժային ազդեցության լծակները։ Իսկ երբ որ դու գնում եք համապետական ընտրությունների, մարդկանց ազատության աստիճանը շատ ավելի բարձր է։ Ադմինիստրատիվ ռեսուրս կիրառելը ավելի դժվար է։
շատ մարդիկ խոստումներ են տալի, հետո չեն կատարում իշխանությանը, որովհետև գիտեն, որ կարող է այդ իշխանությունը չմնա։ Սոցիոլոգիական հարցումները նայում են, հասկանում են իշխանության շանսը բարձր է, թե ցածր է, թե ցածր է, իրենց վարկագիծը փոխվում է։ Մեր իրականության մեջ նաև էդ էլ նշեմ։ Մեր իրականության մեջ կան շատ մարդիկ, որոնք քվեարկում են ոչ թե ըստ խղճի, ըստ գաղափարի, այլ ըստ նպատակարարության։ Քվեարկում են ուժեղի կողմը։ Եվ երբ որ իրանք տեսնում են, որ ընդդիմությունը ավելի ուժեղ է, գնալու են ընդդիմությանն են քվեարկել, որպեսզի հետո գան ներկայացնեն դա որպես մեղմ ասած իրանց կողմից դիվիդենդ ստանալու բան, այսպես ասած հնարավորություն, հա։ Այդ իմաստով համապետական ընտրություններում քաղաքացիական պայմանագիրը կարող է շատ ավելի վատ արդյունք ստանա, քան թե Գյումրիում։ Իդեպ հիշեցնեմ ձեզ, որ Փարաքարում էլ շատ ավելի վատ արդյունք ստացավ։ Այնտեղ բացարձակ պարտություն է։ Ինչու՞, որովհետև Գյումրիում իր ամբողջ ռեսուրսները գցել էր կարևորելով Գյումրին։ Ամբողջ ռեսուրսները գցել էր Գյումրիի վրա։ Փարաքարը մի քիչ բաց թողեր այդ իմաստով։ Փարաքարում համ ավելի քիչ ձայն ստացավ, համ միարժեք պարտվեց, անվիճելիորեն, եթե Գյումրիում փորձում են ինչ-որ իմաստով խաղարկել, որ իրանք առաջի տեղում են, թե մեծամասնություն չունեն, այստեղ նույնիսկ դա էլ չկա, իրանք առաջի տեղում չէին, երկրորդ տեղում են եւ այլն։ Ոստի պետք է հասկանալ հետեւյալը, Հայաստանում այս ընթացքում շատ մեծ իրականության փոփոխություններ են տեղի ունեցել, որոնց արդյունքում այո, ընտրություններով հնարավոր է իշխանափոխություն։ Նախկին այդ մտայնությունը, որ Հայաստանում ընտրություններով հնարավոր չի իշխանություն փոխել, չի գործում այլևս։ Գյումրին ու Փարաքարն էլ դա ցույց տվեցին։ Գործող ավտորիտար իշխանության պայմաններում տեղական ընտրություններում հաղթեց ընդդիմությունը։ Դա փաստ է, եւս անհերքելի փաստ է։ Այդ փաստից պետք է հետևություններ անեն։ Պարոն Չալաբյան, շնորհակալ եմ ձեզ։ Մեկ այլ առիթով իդեպ այս ներքաղաքական օրակարգին ավելի ծավալուն կանդրադառնանք։ Ես հիշեցնեմ, որ զրուցում էի Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի հետ։ Կհանդիպենք վաղ նույն ժամին, լավ եղեք։